Մեծարգո Տիկին Դիմիտրիո, տիկնայք և պարոնայք, ուզում եմ ասել, որ քիչ առաջ տեղի ունեցավ իմ և Կիպրոսի գործընկերոջ միջև հանդիպումը, մենք քննարկեցինք բազմաթիվ երկկողմ հարաբերություններ, մեր կողմից նաև առաջարկ եղավ բարձրացնել մեր համագործակցության աստիճանը մինչև ռազմավարական գործընկերության համագործակցությանը և Տիկին Դիմիտրիոն իր կողմից դրական արձագանքեց այս առաջարկին, ինչպես նաև մենք քննարկեցինք մեր համագործակցությունը տարբեր միջազգային հարթակներում, պետք է ձեզ տեղեկացնեմ, որ ինձ համար այսօր շատ կարևոր ու շատ հաճելի օր է, որտեղ իմ գործընկերը Հայաստանի Հանրապետության ամենավառ, ամենաարտահայտված ընկերներից է միջազգային հարթակներում։ Այն գործունեությունը, որը իրականացնում է Տիկին Դիմիտրիոն միջազգային հարթակներում, ես չեմ կարող թաքցնել, պետք է ասեմ, որ մենք այն հարթակներում, որտեղ իմ գործընկերը ներկայացված է, ունենք երկու խոսափող, այսինքն մենք երկու անգամ ավել ենք ներկայացված և ինչի համար և ես Տիկին Դիմիտրիոն և մեր բարեկամ Կիպրոսին շատ շնորհակալ եմ և պետք է ասեմ, որ Հայաստանը նույնպես մշտապես Կիպրոսի կողքին է և Կիպրոսի ժողովրդի կողքին է և Տիկին Դիմիտրիոն ես տեղեկացրեցի նաև մեր այն իրավիճակի մասին, որը որ այսօր կա կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հետ և վստահ եմ, որ խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսը իր ներդրումը կունենա, ինչպես անցյալում է ունեցել և ինչպես մշտապես աջակցել է այդ խնդրին։ Հայաստանը նույնպես իր կողմից մշտապես աջակցել է և աջակցելու է Կիպրոսի խնդրին և ես դրա մասին նույնպես քննարկում ունեցա Տիկին Դիմիտրիոյի հետ, ինչպես նաև տեղեկացրեցի մեր ռազմագերիների, անհայտ կորածների հետ կապված խնդրին և պետք է ասեմ, որ երկկողմ կա լիակատար ընկալում մեր շահերի լիակատար համընկնում, որի համար ևս մեկ անգամ շնորհակալ եմ իմ հարգելի գործընկերոջը և ևս մեկ անգամ ողջունում եմ և բարի գալուստ եմ ասում Հայաստան։